Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, որ ինքը հրավիրել է մեզի նորից իր շուրջ, որ լսենք հավիտենական կյանքի խոսքեր։ Աշխարհում շատ խոսքեր կա, աշխարհում շատ գործեր կա, բայց այն գործը այն խոսքը, որ բխում է Աստծուց, դա մնայուն է, անփոփոխ է։ Եվ ինքը պատրաստ է իրեն հավատացողներին տանել իր մոտ։ Ուրեմն այս հավատքով մենք զինվենք, ամեն օր սպասենք այդ օրվան։ Ամեն օր հավատքով ապրենք եւ հավատքով սպասենք այդ օրվան։ Մատթեոս ավետարանից ես կուզեմ ընդամենը 5 համարի շուրջ խոսել, բոլորի շատ ծանոթ տեղ է, տասերկուսի 38-ից մինչև 42, ընդամենը 5 համար։ Այն ժամանակ դպիրներն ու փարիսեցիներեն ոմանք իրեն ըսին. Վարդապետ, կուզենք քեզանից նշանը տեսնել։ Ինչ նշանի մասին էր խոսում։ Կամ ինչ նշան կուզեին իրենք։ Միթե հեչ նշան ու հրաշք չէին տեսել։ Տեսել էին հրաշք ու նշան։ Եվ իրենք կամենում էին մի այլ նշան։ Հիսուս կարող էր ցույց տալ։ Հիսուս կարող էր 12 գունդ հրեշտակ իջեցնել երկնքից։ Հիսուս կարող էր շատ նշաններ ցույց տալ, որ մարդու մտածելակերպից շատ վեր էր։ Բայց ուր կմնար հավատքը։ Հավատքը ավելի վեր բան է մեր սահմանափակ գիտելիքներից։ Եվ Հիսուսը կանգնեցրեց մի երեխա, ասեց հետևյալը, որ եթե ճշմարիտ կսեմ ձեզի, եթե դարձի չգաք եւ ես երեխու պես չեղնիկ բնավ չեք մտնի։ Եվ ես փարիսեցիները կուզեին նշան տեսնել, դու փաստ է, որ իրականում Մեսիան ես թե չէ։ Եվ իրանց խնդրանքը ես հավատում եմ, որ կեղծ էր։ Այդ խնդրանքի մեջ անկեղծություն չկար։ Որտեվ Հիսուսը շատ բաներ էր երել եւ իրենք ինչ կսեին. դու Բեզեբուխի իշխան թևերով կենես։ Հիսուսը կուզե իրեն հետևորդները հավատքի մարդիկ լինեն, չհիմնված լինեն իրենց հավատքը նշանների եւ հրաշքների վրա։ Հիմնված լինի հենց իր ասածի վրա եւ իր ասածը իրանց համար հոգի ու կյանք լինի։ Իրենց համար ճշմարտություն լինի։ Իրենց համար լինի ամեն բան։ Այն բանը, որ Հիսուսը ասել է, դա քննարկման ենթակա չէ եւ վերջ։ Ամեն բան կանցնի, երկինքն ու երկիր կանցնի, բայց իր ասածը երբեք չի անցնի։ Եվ իր ասածի, իր շնորհիվ է, որ մենք այստեղ ենք։ Եվ ինքը շատ կարելի է ասել կոպիտ պատասխան տվեց։ Անիկա պատասխան տվավ ու անոնց ասավ. Չար եւ շնացող ազգը նշան կուզե։ Չար եւ շնացող ազգ։ Այստեղ հոգեվոր իմաստով կսե։ Ուրիշ նշան պիտի չտրվի անոր, բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Այսինքն այդ նշանը դուք կտեսնիք, բայց միևնույն է էլի չեք հավատա։ Եվ այդ նշանը, Հովնանի նշանը որն էր, եթե ձեզի կհետաքրքրեք, կարող եք տունը կարդալ Հովնան մարգարեությունը, ես չեմ կարդադիկ,
Ուղղակի մի քանի բան կասեմ։ Քանզի ինչպես Հովնան 3 օր ու գիշեր կետ ծուգի փորի մեջ մնաց, այնպես որդին մարդոյ պիտի մնա երկրի սրդի մեջ 3 օր ու գիշեր։ Հովնանը, գիտեք, 3 օր կետի ծուգի մեջ մնաց եւ 3 օրից հետո նոր գնաց Նինվե։ Նույնը Հիսուս 3 օր մնաց գերեզման եւ 3 օրից հետո մենք լավ գիտենք, չէ՞, հարություն առավ։ Եվ այդ փարիսեցիները, որոնք նշան կուզեին։ Եվ Հիսուսը ասեց Հովնան մարգարեի նշանը պիտի տեսնեք։ Իրանք լավ գիտեին Հովնանի պատմությունը։ Եվ ու երբ որ Հիսուսը հարություն առավ, ինչ ասեցին։ Հենց այդ փարիսեցիները, աշակերտները մարմինը գողացել են։ Էլի մեկը էլի չհավատացին։ Չուզեցին հավատալ։ Գրված է այդպես, սակայն դուք չուզեցիք հավատալ։ Չուզեցիք։ Հավատքը մեր սրտի հոժարությամբ պիտի տեղի ունենա։ Մենք պիտի սիրենք, չէ, Աստծո խոսքը։ Ամբողջ սրտով պիտի սիրենք, չէ, Հիսուսին։ Գրված է Հովանու 4-ի մեջ, Աստված հոգի է, իրեն երկրպագողները ինչեղ հոգով ու ճշմարտությամբ պիտի երկրպագեն։ Եղբայրը բացման խոսքի ժամանակ շատ ճիշտ ակնարկեց, որ մեր մտածելակերպը միտքը կենտրոնացնենք, որ կուգանք պաշտամունքի իր խոսքի վրա, որ մենք հոգով ու ճշմարտությամբ մեր ամբողջ էությամբ մտքով կապ եղնի իր հետ, որ մենք հոգևորապես ճիշտ սնունդ ստանանք։ Եվ շարունակեմ այստեղ Տերը Նինվեի մարդկանց վիճակը ներկայացնե եւ մենք այդ պատմությունը լավ գիտենք, լավ իմանում ենք, որ հետանոս էին այդ ժողովուրդը, բայց Աստված իր որոշումը փոխեց այն դեպքում, երբ իրենք ապաշխարեցին։ Աստված փոխեց որոշումը եւ պատկերացրեք Հովնանը մարդ էր մեզի պես, ընդամենը մարգարե, բայց ամբողջ քաղաքը լսեց այդ խոսքը։ Ամբողջ քաղաքը լսեց այդ խոսքը։ Գիտեք, չէ, մարդիկ երեխուց բռնած ծոմ պահեցին։ Ու իրանք ինչ առավելություն ունեն Հիսուսի ժամանակվա հրեաների վրա։ Նինվեի մարդիկ դադաստանի օրը, որտեղ դադաստանի օրը բոլորը կագնելու են։ Բայց չոր մարդը կմեռնի կեշտա, մենք դիք լավ գիտենք։ Կա մի սահմանված օր, որ ամեն մարդ պիտի կագնի Աստծո առջև։ Եվ այս մարդիկ, տեսեք, քանի տարի է անցել։ Ես կոնկրետ չգիտեմ քանի տարի է անցել։ Շատ է անցել։ Բայց այս մարդիկ պիտի ելնեն դադաստանի օրը այս ազգի դեմ, Հիսուսի ժամանակվա այդ հրեաների դեմ։ Պիտի դադապարտեն ասիգա, վասնզի Հովնանի քարոզությունով զղջացին։ Եվ ահա Հովնանեն մեծ մեկը կա հոս։ Աստծո որդին եկել էր, Աստծո որդուց նշան կուզեին եւ այդ ուզել է, որտեվ Հիսուսը գիտեր մարդկանց սրտերը, չէ, որ այդ ուզելու մեջ կար կեղծավորություն, անկեղծ չէին։ Եվ Տերը կսե, որ այս մարդիկ դադաստանի օրը ձեր վրա կունենան առավելություն։ Կդադապարտեն ձեզի, որտեվ Հովնան ընդամենը մարգարե էր, բայց ինքը Աստծո որդին էր, եկել էր մարդկանց համար կյանք դնելու, բայց դուք մերժեցիք, չուզեցիք հավատալ։ Նույնը հարավի թագուին, դադաստանի օրը հարավի թագուին կամ Սաբայի թագուին, ներկայիս Արաբիա, պիտի ելնե
Դադաստանի օրը այս մարդն էլ այս ազնվորությունն է պիտի ելնե ու այս ազգի դեմ պիտի ելնե ու պիտի դադապարտե ասիգա, վասնզի ինքը երկրի ծայրերեն եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու եւ ահա Սողոմոնից մեծ մեկը կա։ Ինքը եկավ Սողոմոնից ճշմարտություն իմանալու։ Ինքը լսել էր, լուր էր եկել այս թագուհուն, որ այս ծևի մարդ կա եւ ինքը ճշմարտություն կխոսա իմաստությամբ իհարկե։ Եվ ինքը կամեցավ, որպեսզի այդ ճանապարհը կտրե, աղաքին հեռու է, գա Սողոմոնից, էլի Սողոմոնը կնշեմ, ընդամենը մարդ Աստծուց օժտված գերիմաստություն ուներ եւ կամեցավ, որպեսզի ճշմարտությունը իմանար։ Բայց հերաների մեջ կար ճշմարտությունը, որն էր Հիսուսը, իրենք չուզեցին հավատալ, իրենք չուզեցին ընդունել։ Անկամ Էլիքսեմ, երբ որ ինքը հարություն առավ, պահակները եկան գերեզմանի մոտ կանգնած, ասեցին, որ մենք այս ձևի բան տեսանք, մեռելի պես ընկանք, հրեշտակ եկավ վերջը, ինչ որ տեսել էին, իրանք կաշառեցին եւ ասեցին, որ ասեք աշակերտները եկեք կողցել են, չուզեցին հավատալ, չուզեցին։ Սա ամենամեծ սարսափելի մեղքն էր, ամենամեծ սարսափելի մեղքը, որոնք որ Քրիստոսին ոչ կսեն։ Բայց այսօր, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք ես հավատացած եմ, որ որևիցե մեկը ստեղ Հիսուսին չի սե ոչ։ Հակառակ Հիսուսին կսենք այո, դու ես ճանապարհը, կյանքը եւ ճշմարտությունը։ Մենք հավատացինք քեզի, քո էլի իրա ողորմության շնորհիվ ենք հավատացել եկե։ Մեզանից բան մը չկա, ամեն բանը իրանից է։ Ուրեմն զինվենք այս հավատքով, որտեղ էլի կսեմ, հավատքը ամեն բանից վեր է։ Հավատքով մենք ամեն բան կիմանանք, հավատքով, միայն հավատքով։ Թող Տերը օրհնե մեզի, լեցնե այս հավատքով, զինվենք այս հավատքով ու ամեն օր սպասենք իրան։ Տերը փառավորվի, ամեն։ Ուղղակի սրտից դրված է խոսել հետևյալի մասին։ Շատ անգամ մենք խոսում ենք անկման, թուլացման խնդիրների վրայով։ Հետաքրքիր է մարդու կյանքի մեջ որտեղից է ծնվում այդ դժվարությունը։ Ինչի համար է մարդը պարտվում։ Չէ՞ որ ամենակալ Աստված մեզ չի ընտրել, որ նորից պարտվենք։ Իրան ամբողջ ծրագրի հիմքում ընկած է մեկ բան, որ մարդը ժառանգի հավիտենական կյանքը։ Իսկ հավիտենական կյանք ժառանգելու են միայն սուրբերը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ուղղակի առաջի վիճակը, որ մենք այսօր պարտվում ենք, հետևյալն է, որ անձնավորությունը կապված չէ Աստծո խոսքի հետ, այև չի հավատում ամբողջ սրտով ամենակալ Տիրոջ խոսքին։ Եղբայրը, որ խոսեց հավատքի մասին, մենք այստեղ եկել ենք հավատալով, որ ինքն է կյանքը, հավատալով, որ ինքն է ստեղծել տիեզերքը, բայց հարցը հետևյալն է, ուղղակի մեկ սա մեծ մասշտաբով է խոսում հավատալ իրեն կարողության, իրեն զորությանը, իրեն աստվածությանը։ Այսօր հարցս հետևյալն է, ամենափոքր վայրում ուզում կանգ առնել։ Հավատում ենք, որ Աստված ամեն օր մեզ հետ է։ Եթե ես հավատամ, որ Աստված ամեն օր ինձ հետ է, երբեք չեմ սայտակի, խնդիր չեմ ստեղծի։ Սրտիս մեջ է պրոբլեմ չեմ ունենա։ Շատ անգամ ես մեջբերում եմ Հռոմեացիս 6:23 համար, որտեղ որ գրված է մեղքի վարձքը մահ է։ Եթե որևէ մեկին սնունդ տան կամ ինչ որ հեղուկ տան խմելու եւ ասեն մեջը թույն կա, որևէ մեկ անձնություն չի խմի։ Բայց հետաքրքիր է, եթե ես հավատում եմ մեղքի վարձքը մահ է, ինչի համար է մեղանչում, որն է պատճառը։ Թող Տերը օգնական է մեզ ամեն մեկից, երբ կուզեի խոսել հենց այս մասին։ Քուրես ջան, եղբայրներ ջան, առաջինը նորից եմ ասում, մենք պրոբլեմը ունենում ենք, երբ որ կասկածում ենք ամենակալ Տիրոջ խոսքի վրա։
Եվ հիշեք հետևյալ Հակոբոս իրեն թղթերի մեջ հետևյալ կերպ է մեզ ամեն մեկից սովորեցնում։ Թուղթ տար Հակոբու, նայեք ինչ է գրված։ Ամենակալ Աստված Հակոբու շուրթով ինձ եւ քեզ հետևյալն է ասում 6-րդ համարից։ Միայն առաջի գլուխ 6-րդ համար։ Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծած եւ տատանված ալիքին։ Այն մարդը թող չկարծե, որ Տերիցը մեկ բան կառն է, երկմիտ մարդ անաստատ է իր բոլոր ճանապարհներում։ 7-րդ համարի մեջ գրված է. այն մարդը թող չկարծե, որ Տերիցը մեկ բան կառն է։ Այսինքն ինչ էլ որ խնդրես, պատասխան չի լինելու։ Աստված պատասխան չի տալու։ Այսինքն երկմիտ, որը կիսով չափ հավատում է կամ երկու միտք ունի, թող Տեր օգնականն է, սրա մասին չէ խոսքս, ուղղակի ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին։ Ես կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք սրա։ Հռոմեացիս 12-ի 2-րդ համար, երբ որ մենք կարդում ենք, մենք շատ անգամ խոսել ենք այս մասին եւ ամեն անգամ երբ որ խոսում է, ուղղակի կուզեի, որպեսզի մենք իրոք ամբողջ սրտով ընդունենք սա։ Քրիստոնյաներն երբ որ հասնում են որն է Աստծո կամքը, բոլորը միապենան ասում են Աստծո կամքը բարին հաճելին կատարյանը։ Սա այդպես է, բայց ամբողջ նախատեսությունն ասում է, երբ որ դու կերպարանվում ես այս աշխարհի կերպարանքով, դու չես կարող քննել, թե որն է Աստծո կամքը։ Այսօր քո կյանքի մեջ երբ որ խնդրեմ է առաջանում, դու չես կարող տեսնել, որ ամենակալ Աստված թույլ է տվել, որպեսզի քո իրական վիճակը երևա։ Եվ ես շատ անգամ մեջբերում եմ անում Ասապին, 73-րդ Սաղմոսի հեղինակին, եթե ինքը տեսներ, որ այդ ամենը, ինչ որ իրեն կյանքի մեջ կատարվում է, բարի է, ինքը երբեք խնդրեմ չէր ունենա։ Կամ երբ որ մենք նայում ենք Հոբի տառապանքները, վերջում է գրված 5-րդ համարի մեջ 42-րդ գլուխ, որ ասում էր Աստված, ներողություն, 3-րդ համար, Աստված ինձի հրաշալի բաներ կեներ, բայց ես չէի հասկնա։ Եվ այսօր մեր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ մենք չենք հասկանում Աստծո ձեռագիրը։ Մեր խնդրեմը այստեղից է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, սրա համար ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Եսայի մարգարեության 55 գլխի 11 համարից կարդում եմ հետևյալ, ինչ ասում Տիրոջ խոսքը։ Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզած եւ հաջողի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Աստված իր խոսքին որդին ուղարկել է ինչու համար, որ իրեն ուզած իրեն կամքը կատարվի։ Բայց հարց եմ տալիս, որն է իրեն կամքը։ Երբ որ մենք կարդում ենք Հովան ավետարանի մեջ, բազում անգամ այս համարները շեշտվել եւ ամեն անգամ ասում է սա։ Խոսքը ամենակալ Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի վրայով է, երբ որ մենք կարդում ենք 17-20-ից մինչև 24 համար, միտքը միայն մեկն է։ Կարդում ենք 22-ից։ Եվ այս այն փառքը, որ ինձ տվի, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մենք ենք։ Եվ ես նրանցում եմ, եւ դու ինձ անում, որ կատարյալ լինի մեր միություն, որովհետև աշխարհը գիտանա, թե դու ուղարկեցիր ինձ եւ սիրեցիր նրանց, ինչպես ինձ սիրեցիր։ Հայր նրանք, որ ինձ տվիր, կամենում են, որ ինչ որտեղ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որ իմ փառքը տեսնեն, որ տվեցիր ինձ։ Աստծո ամբողջ ծրագիրը իմ կոմունիկաց է մեկ բան, որ մարդը ամենակալ Տիրոջ հետ լինի։ Սա Աստծո հավիտենական ծրագիրն է։ Ուշադրություն դարձեք, եղբայրներ, քույրեր, Ետեմից սկսված մինչև առեսօր մարդ իշկան է մեղանչել ամենակալ Տիրոջ դեմ։ Բայց Աստծո ծրագիրը չի փոխվել։ Եվ այսօր Աստծո կամքը հետևյալն է, որ ես եւ դու իրեն հետ լինենք հավիտյանս հավիտենից։ Իսկ սրա համար ինքը ամենակալ Աստված տարբեր միջոցներ է ստեղծում։ Նպատակը ո՞րն է։ Երբ որ կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձեք Զաքարիայի 13-րդ գլուխ 9-րդ համարի մեջ գրված է. եւ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ եւ նրանց պիտի զտեմ։ Ամենակալ Աստված այսօր ունի գործունեություն ինձ եւ քեզ հետ։ Ինքը մեզ զտում է, ինքը մեզ մաքրում է, որ ես եւ դու երկինք մտնենք։ Եվ այդ գործունեությունը, որ կատարվում է մեր կյանքի մեջ, մենք ուրիշ ծև ենք ակնկալ, նկատում։
Մենք խորը մտածում ենք Աստված մեզ չի սիրում, ինչպես որ Ասապ իրեն կյանքի մեջ այդ խնդիրները որ կար, ինքը ինչ էր ասում։ Քիչ է մնացել ոտքերը ստրվեն։ Այսօր մեր կյանքի մեջ նույն խնդիրն է, եղբայրներ, քույրեր, այսօր ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ տանում է այդ վիճակի մեջ։ Նայեք Սաղմոս 2-ն 119-րդ Սաղմոսի 71 համարում ինչ էր ասում։ Լավ է ինձ համար, որ խոնարհվեցա, որ քո հրամանները սովորեմ։ Այսինքն, եթե անձնավորությունը ուզում է Աստծո հրամանները սովորել, Աստված իրեն պիտի խոնարհեցնի։ Կամ Եսայի մարգարության մեջ, երբ որ մենք կարդում ենք 57-15 համարի մեջ գրված է, որովհետև այսպես ասում բարձրը եւ բարձյալը, հավիտյանականության մեջ բնակվող, որի անունը Սուրբ է, ես բնակվում եմ բարձրում սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողների հետ։ Ամենակալ Աստված այսօր ուզում է, որ ես եւ դու իրեն հետ լինենք։ Իսկ իրեն հետ լինելու բուն գործունեության հիմքում ընկած է մեկ բան, որ մենք կոտրած խոնար հոգի ունենանք։ Որ այսօր մենք կարողանանք լսել ամենակալ Տիրոջ խոսքը։ Եթե ոչ մենք երկինք չենք ժառանգելու։ Եղբայրներ, քույրեր, ուշադրություն դարձեք Առակաց 17-ի առաջի համարում ինչ ասում Սողոմոն իմաստունը։ Բերում եմ այդ վիճակին։ Լավ է մի չոր պատար խաղությունով, քան թե մի տուն լիքը մորթված ոշխար կռիվով։ Հիմի հարց եմ տալիս։ Որն է լավագույնը։ Մեկ փոքր պատար խաղությունով, թե ամբողջ ունեցված, բայց վեճ պրոբլեմ խնդիր։ Մի շատություն դարձեք, Աստված մեզ այս վիճակին է բերում եւ հիշեք Սողոմոնի խնդրվածքը ամենակալ Տիրոջից 30-րդ գլխի մեջ Սողոմոնը Առակաց 30-ի 8 համարում ինչ ասում 8-9 համարում ունան եւ սուտ խոսքերը հեռացու ինձանից աղքատություն կամ հարստություն ինձ մի տար ինձ համար որոշված հացովդ կերակրիր ինձ չլինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ եւ ասեմ ով է Տեր եւ չլինի որ չկավորնամ եւ կողանամ եւ զուր հիշեմ իմ Աստծո անունը Սողոմոնը ամբողջ փառքի մեջ սա հասկացավ եւ ասեց քո որոշված հացովդ կերակրիր ինձ Հիմա այսօր ամենակալ Աստված իմ եւ քո կյանքի մեջ անում է այն ինչ որ ինքը կամենում է այսինքն իրեն կամքը որ ես եւ դու ժառանգենք հավիտենական կյանքը եւ այդ կյանքը ունենալու համար Աստված գիտե մեր ամեն մեկի հետ աշխատելը այսօր ես պիտի հասկանամ սա եւ պիտի կարողանամ տեսնել Տիրոջ ծերակիրը եթե այսօր իմ կյանքի մեջ կա խնդրեմ խնդիր հարց եմ տալիս Ես կարող եմ սա ընդունել ամենակալ Տիրոջ ձեռքերից եւ հավատալ այդպես, որ ամենակալ Աստված սա անում է ի նպաստ ինձ, իմ փրկության համար։ Եբրայեցիս 12-ի 6 համարը բազում անգամ մենք կարդացել ենք։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Տերը իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հետաքրքիր Աստված ինչու համար է մեզ ծեծում։ Որն է նպատակը։ Երբ որ դու երեխայիդ հանդիմանում ես կամ բարգանում ես իրեն վրա կամ ծեծում ես, նպատակը ո՞րն է։ Իրեն լավ լինելը, շտկվելը։ Ուղղակի այսօր մենք Աստծո խոսքի հետ կապ չունենք եւ Աստծո կամքը չենք ճանաչում, սրա համար ունենք խնդրեմ։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, հիշում եք Գործք առաքելոցի մեջ ինքը ամենակալ Աստված Ղուկաս ավետարանի միջոցով ինձ եւ քեզ հետեւյալն է սովորեցնում։ Սա գրված է Գործք առաքելոց 22-ի 14 համար։ Մեր հայրերը Աստված առաջուց քեզ ընտրեց։ Ինչու համար ընտրել։ Առաջինը գրված է, որ նրա կամքը ճանաչես։ Երբ որ ես Աստծո կամքը չեմ ճանաչում, ես անպայման կսայթակեմ կամ խնդրեմ կունենամ։ Եղբայրս, քույրս, երբ որ մենք նայում ենք գոյություն ունի 3 կամք. մարդկային կամք, հակառակորդի կամք եւ Աստծո կամք։ Մարդու կամքը բոլորը շատ լավ գիտենք, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված ցույց է տալիս այդ վիճակը։ Հիշում եք առաջի Կորինթացիս 15-ի մեջ Տերը խոսում է Քրիստոս հարության մասին, եւ այնտեղ մեջ բերում է անում հետեւյալը. Եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է ձեր հավատքը։ Շարունակության մեջ 32-ում գրված է. ուրեմն ուտենք խմենք, մեկ է վաղը պիտի մեռնենք։ Այսօր մարդու բուն նպատակը
այս երկրը լավ ապրելն է։ Մարդու կամքը սա է։ Կամ մարդ ուզում է թե ասոյտ լինել, եւ թե երկրը իրենց ուզած կյանքը ապրել։ Սա անհնարին է։ Եթե մենք կարդանք երկրորդ օրինացքի մեջ 30-րդ գլխի մեջ, ինք ամենակալ ասված ինձ եւ քեզ հետեւյալն է սովորեցնում, ուշադրություն դարձեք, երկու ճանապարհ է տրված մեր առաջին, մենք չենք կարող երկուսի հետ էլ ապրել կամ քայլել։ 10-ին համարի մեջ գրված այսօր երկինք եւ երկիր վկա եմ կանչում ձեր վրա, որ կա կյանք եւ մահ, օրհնություն եւ անետ ձեր առաջը դրի։ Կամ կյանքը պետք է ընտրես կամ մահը։ Իսկ կյանքը Քրիստոսը։ Եթե այսօր ես չեմ գնում այդ ճանապարհով, ես ունեմ խնդիր։ Մարդու կամքը հարց եմ տալիս, այսօր մենք ինչ ենք մտածում։ Ամեն մեկս եկեղեցու անդամ ենք։ Առաջի հարցը ինձ եւ քեզ։ Մեր կյանքում ամենաառաջնայինը հոգևորն է թե մարմնավորը։ Եթե հոգևորն է, ինչ չափով ենք հոգևորին ժամանակահատված տրամադրում։ Ամեն մեկս կարող ենք բռնել մեր սխալը, մեր թերությունը։ Այսօր մեր կյանքում ամենաառաջնայինը Աստված թողնել մեծ մասի մեջ մարմնավորն է։ Եղբայրը հիշատակեց 122-րդ Սաղմոսի մեջ գրված է. Ես ուրախ եղա, որ ինձ ասեցին, թե Տիրոջ տուն է երթամ։ Հիմա եթե թագավորը քեզ հրավիրել է հարսանիքի կամ իրեն երեխայի ծնունդին, կգնաս թե չէ։ Կամ որից է մեկի քո սիրելի անձնարության հարսանիքն է կամ ծնունդն է, միջոցառումն է, երբ որ քեզ հրավիրել է, ինչպես ես պատրաստվում։ Եվ ինչպես ես պատրաստվում Տիրոջ տունը գալ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր ասոյ նպատակ հետևյալն է, որ իմ եւ քո կյանքի մեջ բացահայտի մեր իրական վիճակը, պատկերը։ Մենք շատ անգամ, երբ որ մենք նայում ենք մեր կյանքի մեջ, մեր կյանքում առավելագույնն է մարդկային կամքը։ Մարդ այսօր չուզում պրոբլեմ ունենալ։ Հետաքրքիր է, այս համարը կարդամ, երբևիցե մեկ անգամ ես եւ դու նմանատիպ աղոթք արել ենք, թե չէ։ Խոսքը Դավիթի աղոթքի մասին է 139-րդ Սաղմոս 23-24 համար։ Փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ, ճանաչիր իմ մտածմունքները, եւ տես թե որ չար ճանապարհում լինեմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհ։ Նման աղոթք մենք առասկանք։ Երբ որ մեր կյանքի մեջ պրոբլեմ է առաջացել, խնդիր, մեր աղոթքը ո՞րն է։ Այսօր ես եւ դու աղոթում ենք, Տեր, այդ պրոբլեմը վերար։ Մենք շատ անգամ խոսում ենք հետեւյալի մասին։ Պողոս առաքյալը իրեն թղթերում հետեւյալն է հորդորում եւ ասում առաջի Կորինթացիս 11-րդ գլխի առաջի համարի մեջ գրված է. Ինձի նմանվեք, ինչպես ես էլ Պողոսն է ասում, Քրիստոսը։ Ինչով է նմանվել Պողոս առաքյալը։ Արտաքինով չէ, բնությամբ։ Եվ երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում է հետեւյալ միտքը, ուշադրություն դարձեք առաջի Պետրոս 2-րդ գլուխ 21 համար, որտեղ դուք հենց այս բանի մեջ կանչվեցաք, որ Քրիստոս էլ չարչարվեցավ եւ ձեզ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք։ Հիմի փրկության միակ ճանապարհը Քրիստոս է եւ Քրիստոս ճանապարհը որտեղից է սկսում եւ որտեղ է վերջանում։ Սկսում է Մսուրից, վերջանում է Գողգոթա խաչապայտի վրա։ Մի ասո կամքը ես եւ դու երկինք մտնելն է։ Առանց Մսուր, առանց Գողգոթա երկինք չկա։ Հիսուս ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուզում ես Հիսուսի մոտ գնալ, ճանապարհը սա է։ Բայց մարդու կամքը այսօր այս երկրը լավ ապրելն է։ Անհավատ մարդկանց հետ, երբ որ մենք խոսում ենք, անհավատ մարդիկ ինչ են ասում։ Ավելի լավ է, որ ես այստեղ լավ ապրեմ, թեկուզ դժոխք գնամ։ Ինչքան եք լսել ձևի խոսքեր։ Եղբայրներ, քույրեր, մենք այդ ձևի խոսք չենք ասում։ Մենք ասում ենք, ուզում ենք երկինք գնալ, բայց ապրում ենք այդ անհավատ անձնավորությունների պես։
Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք շտկվենք, հարց եմ տալիս։ Քո մեջ ո՞րն է խնդիրը։ Քո մեջ ո՞րն է ծրագիրը։ Արդյոք դու այսօր ուզում ես, որ քո մեջ Աստծո կամքը լինի։ Մենք ասում ենք, լինի քո կամք ինչպես երկնքում, այնպես իմ մեջ։ Հիմա իմ եւ քո կյանքի մեջ Աստծո կամքն է։ Աստծո կամքը քո երկինք մտնելն է։ Աստծո կամքը քո մեջ մարդկային բնությունը վերացնելն է։ Աստծո կամքը, որ դու մեռնես եւ քո մեջ Քրիստոս կյանքը բարձրանա։ Հիմա հարց եմ տալիս, համաձայն ենք սրան։ Խոսքով ասում ենք, հա, եւ Աստված իր ծրագիրը որ սկսում է գործել մեր մեջ, մեր աղոթքը հետեւյալն է, Տեր, սա չենք ուզում։ Եղբայրներ, քույրեր, երբ որ մենք կարդում ենք 2 Տիմոթեոս գրքի մեջ 4 գլխի 9-րդ համարում գրված է Պողոս երբ Տիմոթեոսին կոչեր անում ասում էր ինձ մոտ արի այնտեղ գրված է հետեւյալը Դեմասը աշխարհը սիրեց թողեց ինձ եւ գնաց Թեսաղոնիկե։ Մի չի գրված որ Դեմասը մերժեց Աստծո գոյությունը։ Դեմասը կամեցավ երկուսը իրար հետ, այսինքն աշխարհը Քրիստոսի հետ չաղախել, սա անհնարին է։ Լույսը խավարեց չի ցուլվի։ Այսինքն այն ինչ որ աշխարհինն է խավարը, հիմա իմ ցկտումը ո՞րն է, խավարը թե լույսը։ Եթե իմ մեջ լույսն է, փափակս լույսն է, ես Դավիթի պես է դավոտ կենեմ, փորձիր ինձ ով Աստված, քննիր ինձ եւ ճանաչիր իմ սիրտը։ Այսինքն Դավիթը վերևի համարում, եթե շատություն կարդակ գրված է դեր մեկը չծնված քո կյանքի քրկում բոլոր օրերը գրված է։ Այսինքն Դավիթը հետեւյալն է փաստում, որ Աստված ամեն բան գիտե։ Այստեղ քննել, փորձել ու նպատակը, որպեսզի Դավիթը ինքը տեսնի իրեն սիրտը, իրեն վիճակը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Ժողովուրդ 11-ին համարի մեջ գրված է. թող զվարճանա քո սիրտը, կարդամ այդ տողերը, ուշադրություն դարձեք։ Մենք սրան ենք ցկտում։ Խոսքով ասում ենք մենք սիրում ենք Տիրոջը, համաձայն ենք ամենակալ Տիրոջ խոսքի հետ։ 9-րդ համարը 11-րդ գլուխ ժողովուրդ։ Ուրախացիր երիտասարդ քո մանկությունումը, եւ թող զվարճացնե քեզ քո սրտի երիտասարդության օրումը։ Գնա քո սրտի ճանապարհով, աչքիդ նայվածքով եւ իմացիր, որ սրանից ամենի համար Աստված քեզ դատաստան է բերելու։ Հիմա ուզեմ որպեսի հետ նայենք, Աստված դատաստան է բերում ում, ովքեր որ այս կյանքին են ցկտում։ Հավատում եք սրան, թե չէ։ Եթե հավատում ենք, ինչ ենք ապրում այդ կյանքը։ Ինչ եմ ցկտում սրան։ Բազում անգամ սա ասվել է, երբ որ մեր կյանքի մեջ հոգևոր անկում է, խնդրեմը սրա համար ոչ ողբում ենք, ոչ ծոմ ենք պահում, բայց նյութական մարմնավոր խնդիրներ կա, ողբ, ծոմ, աղոթ, ինչի, որն է առաջնայինը։ Պողոս առաքյալի խոսքերը Փիլիպպեցիս 1:21-ում հետևյալն էր ասում. ինձ համար կյանքը Քրիստոսը, մեռնելը շահ։ Մարդը հավատում էր Աստծո խոսքին, հավատում էր Աստծո ծրագրին։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Հավատում ենք, որ կա հավիտենական կյանք, ամբողջ սրտով։ Հավատում ենք Աստծո խոսքին, որ երբեք ներքև չինք է։ Հավատում ենք, որ Աստված իր խոսքի հետևում է։ Եթե հավատում եմ, Հռոմեացիս 6:23-ը գրված է, մեղքի վարձքը մա է, ինչի եմ մեղանչում։ Որն է պատճառը։ Թող Աստված օգնական լինի ինձ եւ քեզ։ Եղբայրներ, քույրեր, երկրորդ հակառակորդի կամք։ Ու նպատակը միայն մեկն է. մարդ Աստված հարաբերությունը խզել։ Ծննդոց գրքից երբ որ մենք կարդում ենք միջև հայտնություն, ամբողջ ծրագիր հիմքում ընկած է մեկ բան՝ մարդուն Աստծուց զատել։ Իսկ երբ է մարդը Աստծուց զատվում։ Երբ որ կասկածում է Աստծո սիրո վրա, երբ որ կասկածում է Աստծո հավատարմության վրա, կասկածում է Աստծո հավիտենական ծրագրի վրա։ Ուշադրություն դարձրեք Քրիստոսի աշակերտներին։ Եկան Քրիստոսի հետ, չգիտեմ, իրանք իշքան բժշկություններ են արել, չի գրված այդ աշակերտների մասին։
Ընդանուր է գրված։ Բայց ես հավատում եմ, որ Աստված իրենց իշխանություն տվել էր։ Այդ այսօր մեզ է տրված, առավել իրանց տրված էր։ Վստահ եմ, որ կարող է աղոթել են մեռել նահարություն առը, հիվանդն է բժիշկվե, զորությունները տեղի ունեցել։ Բայց երբ որ Հիսուսը խոսած երկնքից իջած կյանքի մասին, ըստ մարդիկ ասեն խիստ է բանը։ Ուրեմն իրենց նպատակը մեկն էր՝ ժառանգել երկրի ցանկությունները, ունեցվածքը կամ հաճույքները։ Երբ որ Հիսուս ասեց, սրա համար չեք գրված է, աշակերտներ Հիսուսին թողեցին, այլևս իրեն հետ բան չեն քալես։ Եղբայրներ, քույրեր, մարդու կամք եւ հակառակորդի կամք շատ անգամ իրար հետ նույնն է, գիտեք։ Այսօր մարդը ցկտում է մարմնավորին եւ հակառակորդը ամեն բան անում է, որպեսզի անձնավորությունը մարմնավորին հասնի։ Արծաթասիրությունը չարիքների արմատն է, այդպես է թե չէ։ Այսօր այնպես է անում, որպեսզի մարդը հասնի սրան, որ չարիքի մեջ ընկնի։ Եղբայրներ, քույրեր, ուշադրություն դարձեք, ուղղակի կուզեմ լուրջ ուշադրություն դարձնենք ամենակալ Տիրոջ խոսքին։ Լինում է պարակա մարդիկ խորը մտածում են հետևյալը, որ այդ ամենը Աստծո կողմն է։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, հակառակորդը ամեն բան անում է, ամեն բան, որպեսզի մարդ Աստված հարաբերությունը խզվի։ Շատ շատեր երբ որ ձգտում են հարստության, ինչ վիճակի են հասնում։ Անկում, հոգևոր կյանքի մեջ անկում։ Մարդու կամքը այսօր ձգտում է այդ հարստությանը, եւ հակառակորդը ամեն բան անում է, որպեսզի ինքը հասնի սրան։ Ամեն մարդ չէ, գիտեք որ գումարին կարող է դիմանալ։ Լինում է պարակապ անձնարություն ասում է, եթե ես այդքան գումար ունենա, ես այս բաները կանեի։ Հակառակորդը տալիս է, ոչ թե անում է, հակառակն է անում։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, հակառակորդի նպատակը մարդուն Աստծո խոսքից կտրել, որտեղ ինքը գիտի ամենամեծ զորությունը եւ գործունեությունը, որ կարող է անել քրիստոնյան, Աստծո խոսքն է։ Ուշադրություն դարձեք, կարծամ մեր բոլորի համար հետեւյալ միտքը։ Աստված շատ բարձ ինձ եւ քեզ ասում է հետեւյալը։ Այսօր դժվարություններն, խնդիրներն ես ինչ ձև կարող եմ հաղթարել, ինչ ձև կարող եմ դեմ տնել։ Կարծամ, լսեք, գրված է Սուրբ Գրքի մեջ։ Հայտնության 3-րդ գլուխ 10 համար, որովհետև իմ համբերության խոսքը պայեցիր, ես էլ քեզ կպայեմ այն փորձյան ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրից վրայի բնակողները։ Ինքը գիտե, որ եթե դու համբերության խոսքը պայել ես, այդ դժվարությանը կդիմանաս եւ կժառանգես հավիտենական կյանք։ Այս համար ինքը ամեն բան անում է, նորից եմ ասում, շատ անգամ մեծ մասը մարդու կամք եւ հակառակորդի կամքը համընկնում է։ Շատ անգամ ամենակալ ասված մեր ոչ թե շատ անգամ խոսքը մարմնավոր վիճակի վրայով է։ Ասված շատ անգամ չէ, ամեն անգամ մարդու ուզածը չի անում, որովհետև մարդու ուզածը հավիտենական տանջանքն է։ Նա մեզ ասում մենք խնդրում ենք, պատասխան չկա։ Թեպետև լինում է պարական խորում մտածում ենք, լավ բան ենք խնդրում։ Լինում է պարական մարդը աղոթում է Տեր ինձի պարգև դու Տեր ողորմություն արա ես երեց եպիսկոպոս չգիտեմ ինչ դառնամ։ Ինչի՞ չի տալիս։ Որովհետև գիտե եթե տվես պրոբլեմ կունենա այդ անձնավորություն։ Եղբայրներ, քույրեր։ Ինքը ամենակալ Աստված այսօր կամենում է, որ ես եւ դու ունենանք հաղթություն։ Մի հատ համար պիտի կարդամ, սրա մասին մեկ ուրիշ թեմայով խոսել եմ, բայց պիտի կարդամ Սաղմոսների մեջ գրված հետևյալ միտքը։ Սա սատանայի ամենաբարեհաջող վիճակն է քրիստոնյայի կյանքում։ Սաղմոս 13-րդ համարն է. Միջև երբ պիտի հոգս անեմ իմ անձում, տրտմություն ունենամ օրերով իմ սրտում, միջև երբ պիտի իմ վրա բարձրանա իմ թշնամին։ Երբ է թշնամին բարձրանում մարդու վրա։ Երբ որ մարդը հոգս է անում իր անձում, երբ որ տրտմություն ունում օրով, այս բարենպաստ պայմանն է քրիստոնյայի կյանքում հակառակորդի գործունեության համար։ Այսօր, երբ որ հարցնում ես ինչ ես եղբայրս կամ քույրս, բոլորի պատասխանը մեկն է՝ փառք Աստծո, բայց փառք Աստծուից հետո գալիս է տրտունջները։ Աստծո կամքը ո՞րն է։ Մեր սրբությունը։ Առաջի Թեսաղոնիկեցիս
4 գլխի 3 համարի մեջ գրված է ասո կամքը մեր սրբությունն է։ Եվ առաջի Թեսաղոնիկեցիս 5:18-ի մեջ գրված է ամեն բանի մեջ գոհացեք, չի գրված տրտնջացեք։ Սատանան խորակետ է իմաստուն։ Հազարավոր տարվա փորձնություն ունի։ Միլիարդավոր մարդկանց հետ գործնություն է ունեցել։ Եվ գիտի մարդ բնությունը։ Եղբայրս, քույրս, նորից եմ ասում, այսօր մեր կյանքում պիտի լինի մեկ բան, որ Աստծո կամքը լինի։ Աստծո կամքը ամեն ինչի մեջ բարին, հաճելին, կատարյալն է։ Եվ նորից եմ ասում հետևյալը, մենք շատ անգամ աղոթում ենք հայրմեր եւ ասում ենք լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Հիմի հարց իմ եւ քո կյանքի մեջ այդպես է թե չէ։ Գուրաչան, եղբայրներ ջան, Աստծո կամքը բոլոր ժամանակահատվածներում բարի է։ Չկա որից է մեկտեղ, որ Աստծո կամքը վատ լինի մարդու հանդեպ։ Թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք գրված ասված, մարդուն չար բաներով չի փորձում։ Այսինքն, Աստծո բոլոր փորձությունների մեջ չկա մեկ դրվագ, որ մարդը կորսվի։ Աստծո բոլոր փորձությունների հիմքում ընկած է մեկ բան, մարդուն կատարյալ կանգնեցնել իրեն առաջին։ Հիմի հարց այդ փորձությունը ես եւ դու ուզում ենք, թե չէ։ Որն Աստծո կամքը։ Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ 10 համար։ Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ալավել է։ Այս է իրեն կամքը, ուրիշ կամք Աստված չունի։ Եվ այդ կետին հասնելու համար ամենակալ Աստված միջոցներ է ձեռնարկում, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք։ Հիմա շատություն դարձեք։ Աստված ուզում է, որ մենք իրեն հետ լինենք։ Եվ Եսայի մարգարության մեջ մենք կարդացինք հետևյալ տողեր, ուշադրություն դարձեք, կարդում եմ երկու համար Եսայի մարգարությունից։ Առաջինը 59-ի առաջի երկրորդ համարները։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ նրա կանչը չի ծանրացել լսելուց։ Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ Աստծո մեջտեղը, եւ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից որ չլսե։ Այս մեկ եւ Հեսուի գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գիշեք, Հեսուն ելավ պատերազմելու, պարտություն կրեց, ընկավ Տիրոջ առաջին, եւ մենք կարդում ենք 7-րդ գլխի մեջ, ամենակալ Տիրոջ խոսքը ուղված Հեսուին, գրված է 12-րդ համարի վերջնամասում, եւ այլևս ես ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզով կծեր միջից բնաչին չանեք։ Մի առաջինը, որպեսզի ես եւ դու Աստծո հետ լինենք, Աստված մեր մեջ այդ նզովքը պիտի բնաչին չանե։ Պիտի մերցնի։ Համաձայն ենք սրան, թե չէ։ Նզովքի մեջ այսօր ամեն մեկ անձնարություն խորում մտածում է վատ վիճակներ։ Մի հատ հարց տամ։ Աքարն ինչ էր արել։ Աստծո խոսքը զանց էր արել։ Աստված պատվիրել էր չվերցնել։ Ինչու համար այդ ոսկեղենը վերցրեց, հարց եմ տալիս ես։ Այդ ոսկու տեղը կավեր կամ քարից ինչ-որ բաներ կվերցներ։ Ոսկի, որպեսզի լավ ապրի, ունեցվածք։ Այսօր մենք ձգտում ենք սրան, Աստված ասում է, եթե նզովքը չանես, ձեզ հետ չեմ լինի։ Կամ շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Ուշադրություն դարձեք։ Ես բնակվում եմ բարձրում, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողների հետ։ Հիմա որպեսզի ես եւ դու Աստծո հետ լինենք, Աստված մեզ կոտրած խոնար հոգի պիտի ստեղծի։ Հիմա եսը բարձրացել է, Աստված ինչ է անելու։ Ինչ պիտի խոնարհեցնի։ Ինչ կերպ։ Եբրայեցիս 12-ի 6 համարի մեջ գրված է. Աստված իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հիմա Աստված ինձ պիտի ծեծե, որպեսզի խոնարհեցնի։ Բայց ծեծի ժամանակ աղոթքս հետևյալն է. Տեր, այս դժվարությունին վրայից վերար։ Երկրորդ Կորինթացիս թղթերի մեջ կարդում ենք Աստծո մարդու վրայով ուշադրություն դարձեք, Աստված այս մարդու հետ յուրովի գործել է։ Խոսքը Պողոս առաքյալի մասին է։ Եվ երբ որ մենք կարդում ենք 12-րդ գլխի 7 համարի մեջ հետաքրքիր միտք է գրված, Պողոսն ինչ ասում։ Եվ որ հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնիս
խայտոց տրվեցավ ինձ սատանե հրեշտակը, որ ինձ բռնցքով ծեծը։ Հիմի հարց եմ տալիս. ով թույլ տվեց, որ սատանան բռնցքով ծեծը Պողոս Առաքյալին։ Այսինքն թույլ տալը սխալ է արտահայտությունը։ Ով ստիպեց։ Այս սատանայի նպատակը մեկ է, մարդը հպարտանա։ Այդպես է, թե չէ։ Բայց զարմանալի չէ, որ սատանայի հրեշտակը բռնցքով ծեծում է, որ Պողոս Առաքյալը չհպարտանա։ Աստված ստիպեց։ Ինչու համար, որ իր ժառանգությունը, իր զավակը չհպարտանա։ Ինչու համար, որպեսզի ժառանգի հավիտենական կյանքը։ Ինչու համար, որ խոնարհվի։ Բայց այսօր մենք շատ անգամ այսպես չենք։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Ամենակալ Աստված մեզ սիրում է։ Եվ այդ սիրո հետևանքը այդ ծեծն է։ Եթե ես եւ դու Աստծունը չենք, Աստված իրավունք չունի մեզ ծեծելու։ Գրված է, նորից կարդամ այդ տողերը։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի, որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի ենք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորտ ենք եւ ոչ որդիկ։ Նաեւ մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով նրանից ամաչում ենք, չէ՞ որ առավել եւս պիտի հնազանդենք հոգիների հորը եւ ապրենք, որտեղ սրանք մի քիչ ժամանակի համար իրենց հաճո երևծածին պես խրատում են, բայց նա օգտի համար, որ նա սրբությունը ընդունենք։ Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակ ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արտարության, խաղաղության պտուղ է վճարում։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանք չէ։ Այսօր ես եւ դու պարտվում ենք կամ խնդիր ունենք, որովհետեւ Աստծո ձեռագիրը չենք հասկանում։ Ես պիտի հասկանամ եւ տեսնեմ։ Եթե տեսնեմ, խնդիր չեմ ունենա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, անցած տարին ակնթարթ անցավ։ Այս տարել, այս ամիսը ակնթարթ անցավ, թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մեկ օրով Աստված նորից մեզ մոտեցրեց իրեն գալիսյանը, բայց հարց հետևյալն է. եթե Տերը կա, գլխի կոր կկանգնենք, թե կդիմավորենք եւ իրեն փառավորենք։ Տիրոջով խնդրանք սա։ Այս աշխատի ապրել Աստծո կամքին համաձայն։ Իսկ Աստծո կամքը առաջինը քո սրբությունն է։ Ապրես սուրբ կյանքով։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ քույրեր, Տեր օրհնե բոլորիդ։ Իհարկե ուզենամ որ ձեզի շատ այդպես գովեմ, բայց ներեցեք որ մենք պիտի ստեղ գովենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, բարձրացնենք իր անունը եւ ինքս էլ կակնկալեմ, որ մենք այստեղ ձեր կողմից նորից մեր Տեր Հիսուս Քրիստոսին բարձրացնենք, որտեղ մենք եկել ենք իրան գովելու, փառավորելու, որտեղ ինքը մեզ հավաքել է, մեր մեջ այնպիսի գործ է կատարել, որ արժանի է ինքը ամեն փառքի եւ պատվի։ Տերը օրհնե ձեզ, եղբայրներ քույրեր։ Ինչ կա Սուրբ Գրքի մեջ, որ այս աշխարհում չկա։ Ինչի համար ենք մենք եկել։ Ինչ կա Աստվածաշունչի մեջ թանկ բան, որ այս աշխարհում չկա։ Մենք եկել ենք ինչ գտնելու։ Եկել ենք մենք Հիսուսը ասեց, ինձ գտնողը կյանք է գտել եւ Տերիցը շնորհ կստանա։ Աստվածաշունչի մեջ կա կյանք, որ տեսանելի չէ բոլորին, աշխարհին։ Երբ որ Աստված ստեղծեց դրախտը երկրի վրա, կենաց ծառը ստեղծեց,
Եվ երբ որ մարդը մեղանչեց, Տերը գրված է, որ կենաց ծառի ճանապարհը փակեց, որտեղ թույլ չտվա, որ մեղավոր մարդը այդ ծառից օգտվի։ Եվ մարդիկ մինչև հիմա այդ ճանապարհը փակ է։ Լսած կաց մեկը, որ երկրի վրա ասել է քնացի կենաց ծառից օգտվելու։ Երկրի վրա գրված է, որ քերոբեները դրեց հրեշտակները ճանապարհը փակեց, բայց այդ ծառը եղբայրներ քույրեր մնաց իր խոսքի մեջ, մնաց Աստվածաշունչի մեջ, եւ կան մարդիկ, ովքեր այս աշխարհում այդ ծառից օգտվում են։ Այդ կյանքի ծառն է, ճշմարիտ որդն է, երկնքից իջած, եւ որի վրա Աստված մեզի պատվաստել է։ Եվ ինքը մեզի այդ որդի վրա պատվաստելով հայրը ամեն օր մաքրում է, հայրը մշակն է, ամեն օր մաքրում է, որ ճյուղը, որ մենք ենք, ամեն օր ավելի պտղաբեր լինենք։ Եվ ծննդոցն է խոսում է ծառի մասին, եւ հայտնությունը նորից վերջանում է այդ ծառի մասին, որ Աստծո դրախտի մեջ է, կյանքի ծառը, եւ կյանքի ծառից ովքեր օգտվին, այդ կյանք կունենան, եւ իրանց ներսը կյանքի աղբյուր կլինի, եւ հավիտենական կյանքի համար կպխե, եղբայրներ քույրեր։ Այդ կյանքի համար ենք մենք եկել, կյանքը, որ երկնքից է իջել, այս աշխարհում չկար, այս աշխարհում մենք ծնվել ենք ադամական բնությամբ, ընդամենը մենք կարող ենք պտուղ բերել մահին, մեղքը, մենք կարող ենք մեղքի պտուղներ տալ։ Մեզ թվում է, որ մենք երբեմն բարություններ ենք անում մեկ-մեկու, Հիսուսը ասեց, որ դուք որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքան առավել ձեր հայրը, որ երկնքումն է, Սուրբ Հոգին կուտա նրանց, որ խնդրում են։ Երբ որ մենք մեկ-մեկու ջան ենք ասում, մեկ-մեկու բարություններ ենք անում, մեկ-մեկու ինչ-որ լավ բաներ, դա չի նշանակում, որ մենք էությամբ բարի ենք։ Մենք էությունը, մեր էությունը Աստված համեմատում է իր էության հետ։ Մենք ծնվել ենք Աստծուն հակառակ։ Դա մարդը պետք է իր խորապես իմանա։ Մարդը, եղբայրներ քույրեր, ինչի, երբ որ Հիսուսին խաչեցին, ամբողջ աշխարհը մեկ եղավ, Հիսուսը մեկ։ Ամբողջ աշխարհը միաբանվավ եւ իրանք մերժեցին այդ կյանքը։ Սա նշանակում է, որ երբ որ ես ու դու էլ այն ժամանակ այնտեղ լինենք, մենք էլ պիտի մերժենք։ Մեր ծնունդը, մեր էությունը, բնությունը Աստծուն մերժող է։ Դա մենք մեր կյանքի ընթացքում, փորձություններում մենք կտեսնենք, որ մեր ներսը անհաշտ է Աստծո հետ։ Պողոս առաքյալը այդ հաշտությունը տեսավ հավատքով արդարանալուց հետո եւ ասեց, որ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք։ Երբ որ մարդու արդարությունը ըստ Սուրբ Գրքի չի լուծվել, մարդու արդարության հարցը հավատքով չի լուծվել, իր ներքին աշխարհը մնում է Աստծուն հակառակ։ Կիմանաս, մարդը չունի Աստծո հետ խաղաղություն, որտեղ ինքը հավատքով չի արդարացել։ Երբ որ այդ արդարությունը կատարվում է, դա նշանակում է, որ ինքը տեսել է իր ներսը, եւ ինքը հավատում է, որ իր մեջ կյանք չկա, կյանքը Քրիստոսն է, եւ այդ արդարությունը հայտնի է դառել, դա գործողություն է, որ կատարվել է իր մեջ, եւ այդ դեպքում է, որ մարդը Աստծո հետ ունի խաղաղություն եւ բերում է կյանքում պտուղներ Աստծուն հաճելի։ Եղբայրներ քույրեր, հավատքը խոսքերով չի երևում, հավատքը մեր
մեր ինչ-որ հոգևոր գործողություններով չի երևում։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը աղոթում է, փարիսեցիները աղոթում էին ավելի երկար, այցելություններ էին անում, ինչ-որ գործեր, ինչ-որ հոգևորի հետ կապված գործեր, բայց Տերը ասեց մի բան. ծառը պտուղից կճանճեն։ Բայց Հիսուսը հետարքիր բան է ասում Հովանու ավետարանի մեջ, որ այն պտուղը, որ իրա վրա է, դա մնայուն է։ Եվ ուզում եմ, որ մենք նայենք մեր կյանքը, մենք ուզում ենք, որ այստեղ իշքան մարդ կա, ինքը Աստծուն պտուղ բերող լինի։ Ուզում ենք, որ այստեղ իշքան մարդ կա, ոչ թե եղբայրների առաջ լինեն պտղաբեր, ոչ թե մարդկանց առաջ լինեն համեստ, խելոք, սիրով, խաղաղությամբ, այլ այդ մարդիկ իրանց կյանքի մեջ, իրանց փորձությունների մեջ, կյանքի բոլոր խնդիրների մեջ լինեն պտուղ բերող Աստծուն, եղբայրներ, քույրեր։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը ինքը ասեց Հովանու 15-րդ գլխի մեջ. ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք, իմ անունով տա ձեզ։ Եվ ուզում եմ, որ մենք ժամանակ առ ժամանակ նայենք մեր կյանքի մեջ, մենք ունենք մնայուն պտուղ։ Եվ մենք գիտենք, որ Գաղատացիս թղթի մեջ, օրինակ Գաղատացիս թղթի մեջ Սուրբ Հոգու պտուղների մասին, երբ որ խոսում է, այնտեղ գրված է, ինչն է, որոնք են այդ պտուղները։ Կուզեմ կարդամ։ Գաղատացիս 5:22։ Բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա։ Եղբայրներ, քույրեր, եթե մարդը հավատքով կառուցված է Քրիստոս որդի վրա, ինքը այս պտուղներն է բերելու իր կյանքի մեջ. սեր, ուրախություն, խաղաղություն։ Սա նման է բերեք այսպես պատկերացնենք, որ իմ մեջ կա մի հատ ծառ, որ այդ ծառը միշտ իմ կյանքի բոլոր խնդիրների մեջ բերում է այսպիսի պտուղ. սեր, ուրախություն, խաղաղություն։ Չէ՞ որ հոգևոր մարդը ճանաչում է իր պտուղից։ Շատերն ասում են, եղբայր ջան, այսօր գիտես կանեմ ամբողջ օրը գիրկը դեմս դրած, աղոթքների մեջ, բայց ինչ պտուղ ես բերում։ Երբ որ քեզ մեղադրում են, ինչ պտուղ ես բերում։ Երբ որ կյանքիդ նեղությունները շատացան, թոշակը մի շաբաթ ուշացավ, հացի հարցը մի քիչ երկարեց, չգիտեմ, ինչ որ խնդիրներ առաջ եկան, ինձի սկսին զբաղել, ինձի սկսին վիրավորել, ես ինչ պտուղ եմ բերում։ Այս պտուղների մեջ կար ինչ որ գործողություններ, որ փարիսեցիներն էին անում։ Այս պտուղների մեջ ես ինչ որ կարդացի սեր, ուրախություն, խաղաղություն, դրանց մեջ կա երկար աղոթքներ, դրանց մեջ կա ծոմեր, դրանց մեջ կա ինչ որ չգիտեմ բաներ, որ քրիստոնյաները պարտավոր են անելու։ Չէ, եղբայրներ, քույրեր, Քրիստոս Աստվածաշունչի մեջ կա մի հատ կյանք։ Երբ որ այդ կյանքի վրա դու հաստատված ես, դու պտուղ ես բերում Աստծուն, եւ այդ պտուղները կապ չունեն կյանքիդ պայմանների հետ։ Դու կարող ես նայել ինքդ քեզ չխաբել։ Երբ որ քեզ մեղադրում են, Հիսուսը կյանքի օրինակն էր, որ ինքը խաչի վրա մեռնելուց, ծաղրվելուց, չարչարվելուց, անարգվելուց նույն պտուղը բերեց եւ մնաց նույնը։ Նրա խաղաղությունը չկորավ, նրա սերը չկորավ։ Ինքը գիտեր, որ պիտի մեռներ Գեթսեմանի պարտեզում, ինքը գիտեր, որ խորհրդավոր ընթրիքից հետո մի քանի ժամ հետո գալու են իրան բռնեն, տանեն, չարչարեն, սպանեն, բայց իր սերը չպակսավ, որտեղ ինքը կյանքն էր։ Աստվածաշունչի մեջ կա մի կյանք, որի վրա երբ որ եկեղեցին կառուցվի, իր պտուղը պիտի մնայուն լինի։
Այդ պտուղը չի տանելու խնդիրները, հոգսերը, նեղությունները, երեխաները, թոռները, պակասությունները, խնդիրները, գործերը, գործի, չգիտեմ, աշխատավարձի չափերը, հարստությունները, չի գողանալու այդ պտուղը, որտև դա քո մեջ երկնքից է, դա մնայուն է, դա կյանքի պտուղն է, որ տալիս է մի ծառ, ոչ թե քո անձը, այլ դա այդ պտուղը երկնքից է, աստվածային կյանքից է, դա անհնար է, որ չտա։ Մենք կարող ենք ասել, մենք երկար տարիների հոգևոր ենք, մենք հավատացյալ ենք, շուտ վանից ջրով մկրտված ենք, բայց եղբայրներ, քույրեր, ինչ պտուղ ենք մենք տալիս։ Սիրո պտուղը, այս աշխարհը իր հոգսերը գողանում են, չենք կարողանում մեր կանանց հետ, ամուսինների հետ, երեխաների հետ խաղաղությամբ խոսել, չենք կարողանում, որտև պտուղը սա այստեղից իմացի, քո հոգևորությունը այստեղից իմացի, ինչ պտուղ ես տալիս։ Ոչ թե, չգիտեմ, այն ներկայության, որտև հնարավոր է, որ թզենին այգու մեջ տնկված էր, թզենին կա, այգին կա, եկեղեցու մեջ ծառը կա, եղբայրը կա, քույրը կա, բայց Տերը եկավ պտուղ մանկալու։ Եվ Հիսուսը ինքը Աստվածաշունչի սկզբից մինչև վերջ խոսում է պտուղ տալուց, եւ Տերը ասեց, բարի ծառը չի կարող չար պտուղ բերել, չար ծառը չի կարող, դե տեսակը փոխվել է, հավատքով դու կառուցվել ես կյանքի վրա, Քրիստոսի վրա, ուրեմն քո ներսը դու բարի չես ծնվել, այլ այդ բարության վրա ես կառուցվել, եւ դու նեղության մեջ, խնդիրների մեջ, քո ներսից նույն պտուղն է։ Եղբայրներ, քույրեր, ինչքան ենք մենք վրդովում, խառնվում, շփոթվում, հոգսերի մեջ, մարդկային հարաբերությունների մեջ, ինչքան են այս աշխարհը, հոգսերը գողանում, այդ պտուղները չեն տեսնում, մեր վրա չկա սերը, չկա խաղաղությունը, չկա ուրախությունը, բայց եղբայրներ, քույրեր, Աստվածաշունչն ասում է, որ երբ որ դրանք պետք է քո վրա լինեն, դա կապ չունի քո կյանքի պայմաններից, դա մի հատ ծառ է, որ քո մեջ դրված է երկնքից, ինքն է ճշմարիտ որդը։ Այսօր աշխարհում մարդիկ ուրախանում են, հասնում են իրանց ուզածին, գնել են մի բան, հասել են արդյունքի, ինչ որ երազել են, հասել են, մի շաբաթով ուրախանում են։ Այսօր աշխարհում մարդիկ, երբ որ ինչ-որ խնդիրներ են ունենում, իրանց չեն գովում, իրանց չեն բարձրացնում, կպնում են իրանց փառքին, իրանց ներսը լցվում է բարգությամբ, եւ այդ բարգությունը թափվում է ընտանիքի անդամների եւ իր շրջապատի վրա։ Կիմանաս, հետը խոսալ չի լինում, չեն բարձրացրել, իր ուզածով չեն շարժվել, իր ասածը ոտնակոխ են արել, իր ներսը բարգությունը պատել է, ինչ պտուղ ենք բերում, մնայուն պտուղ ունենք, եթե աշխարհի պես պիտի գործերս լավ եղնի, ես խաղաղ լինեմ, եթե աշխարհի պես պիտի գրբանս լիքը լինի, ես սիրով լինեմ, խաղաղ լինեմ, ջան ասեմ, իմ կնոջս ջան ասեմ, որտեվ, չգիտեմ, երեխաներին, մարդկանց ջան ասեմ, որտեվ իմ ուզածն է եղել, նյութական ինչ-որ խնդիրներ, հարցեր լուծվել են, եւ ես ունեմ խաղաղություն, մենք այս մասին չենք խոսում, դա աշխարհը գիտե, մենք այս մասին չենք խոսում, Աստվածաշունչի մեջ կա մի կյանք, երկնքից իջած Հիսուսն ասեց, ես եմ որդը, ճշմարիտ որդը, եւ եթե դու պատվաստվում ես հավատքով այդ կյանքի Քրիստոսի վրա, դառնում ես պտղաբեր, եւ քո այն պտուղները, որ տալու ես, կապ չի ունենալու քո կյանքի պայմանների հետ, ինչ կապ ունի քո գործերը լավ են թե վատ, ինչ կապ ունի քո սիրելու հետ, քո գործերը լավ են թե վատ, ինչ կապ ունի քո խաղաղություն ունենալու հետ, քո մարդկանց հետ բարություն, գթություն, հեզություն ունենալու հետ, ինչ կապ ունի, դա կապ ունի, որտեղ մենք մեր անձի կյանքով ենք ապրում, հավատքը չի դատարել մեր անձի վրայից, դրա համար կապ ունի, մենք փոխ ենք, մենք այստեղից գնացինք, տալու ենք այն պտուղը, ինչ որ մեր
Ներսիտին կա այդ կյանքը։ Մենք կարող ենք այս, չգիտեմ, այս դարպասներից դուրս գանք եւ տանք այն պտուղը, որ մեր ներսը կա այդ կյանքը, ինչ կյանք, որ կա այդ պտուղն ենք տալու։ Կարող ենք մեկ-մեկով վիրավորել, կարող ենք մեկ-մեկով խոսել այնպես, կարծես, չգիտեմ, դառնությամբ լեցված, ինչպես Կայենը խոսեց, չէ՞։ Տերը հարցրեց Կայեն, ուր է քո եղբայր Աբելը։ Ինչ պատասխանեց, ինչ պտուղ տվեց։ Այսօր մենք էլ նույնն ենք։ Երբ որ այդ կյանքի պտուղը չկա մեր մեջ, բոլոր բաները այսպես աշխարհը, խոսքերը, հարցերը ազդում են մեր ներքին աշխարհի վրա։ Բայց Հիսուսը ասեց. ծառը սիրելիներ պտուղից կճանչեն։ Ծառը պտուղից կճանչեն։ Ո՞րն է պտուղը։ Ո՞րն է քրիստոնյայի պտուղը։ Հիսուսը առակաց 8-րդ գլխի մեջ գրված է. լավ է իմ պտուղը մաքուր եւ ազնիվ ոսկիից։ Այո, Սուրբ Գրքի մեջ կա մի կյանք, որի արդյունքը ավելի թանկ բան է, որի արդյունքը մնայուն է, վերջը հավիտենական կյանքն է։ Սուրբ Գրքի մեջ կա այդ ծառը, որ Աստված քերոբեներով, սերոբեներով փագեց կենաց ծառը, նա իր խոսքի մեջ է, Աստվածաշունչի մեջ է, ծածկված այս խորհուրդը, հավիտենական կյանքը պահված, ովքեր աչք ունեն տեսնելու, ցանկություն ունեն լսելու, տեսնելու, ընդունելու, դու կուզենայր այդպիսի կյանք։ Հարց կուտամ քեզ, կուզենայր քո մեջ լիներ մի ծառ, որ այդ ծառը բերեր սեր, խնդություն, խաղաղություն, եւ քո ներսը լիներ կյանք եւ ուրախություն, միշտ քո կյանքի բոլոր խնդիրների մեջ։ Կուզենայր քո ներսը լիներ մի ծառ, մի կյանք, որ դու այդ քո կյանքի այդ պտուղները որ դիտայր, կապ չունենար քո կյանքի նեղությունների, դժվարությունների հետ, քո կյանքի ոչ մի մարդկային հարաբերությունների հետ, դու որ պիտի սեր տաս, հավիտյան դիտաս, խաղաղություն դիտաս, հավիտյան դիտաս, դու կուզենայր այդպիսի կյանք լիներ քո մեջ։ Սա Աստվածաշունչի մեջ կա, ուզողի մեջ Աստված կտնե։ Չուզեցիր անձիցդ չհրաժարվար, այդ կյանքը չի տրվի քո մեջ։ Կգնանք, կասենք Տեր ջան, այսօր աղոթքս արել եմ, պաշտամունքին մասնակցել եմ, ծոմս պահել եմ, ամեն ինչ արել եմ, բայց պտուղ տալու ես այն կյանքը, որին հավատում ես։ Պտուղ տալուց գալու է դառնությունը, ով հավեսը չունեմ, ինձիդ պես հարցեր մի տու, ես ինչ գիտեմ, փոքրակը չեմ ընկեցեր ծերը, ներվերս հանեցիք, չգիտեմ, այսպիսի բաներ, սրանք ինչ պտուղներ են, մարդկային երկրավոր պտուղներ, մենք մեզի չխաբենք, եւ Տերը ասում է, այդ պտուղը մնա, որ դու խնդրես, շատերս ասում ենք Տեր, իմ ընտանիքը ապաշխարի ինչ լինի, ապաշխարի իմ նման լինի, ապաշխարի լինի իմ նման, որ գործերս լավ եղան, սեր խաղաղություն կա, այդ պտուղը Աստված ուզում է տեսնել, քո պտուղը մնա ինչ որ խնդրես տամ, Աստված ուզում է տեսնել, դու այդ տեսողությունը ունես քո անձի վրա, մնայուն պտուղը կա, Աստված ուզում է տեսնել, մենք խնդրում ենք, Տեր փոխիր, չգիտեմ, ապաշխարեն, բոլորը ապաշխարեն, հայելի ապաշխարեն, բայց մի հատ նա է, մենք մնայուն պտուղ ունենք։ Մի հատ Աստված ուզում է տեսնել, դու Աստծո կամքին, նրա ծրագրին, խորհրդին, Աստվածաշունչի արմատին, կյանքին ես հաղորդ եմ։ Աստված ուզում է տեսնել, ես անհաղորդ լինելով խնդրում եմ, ապաշխարեն, բոլորը ապաշխարեն իմ նման, դառնան իմ նման, երբ գործերս լավ է, ուրախ եմ, այդ ուրախությունը աշխարհը գողանում է, խաղաղությունս կորում է, սերս վերջանում է, մեկ էսպես եմ, մեկ այնպես եմ։ Աստված ուզում է նայել քո տեսողությամբ, դու Աստվածաշունչի մեջի կյանքը տեսել ես ինչ կանդեղ, Մենք չենք եկել հավատքի մեջ մեր փառքը ցույց տանք, մենք չենք եկել հավատքը օգտագործենք, մենք ինքնաթրսևորվենք, ձեր մեջ ժողովրդի մեջ բարձրանանք։ Մենք եկել ենք հայտնելու այն ինչ որ Աստված մեզ բացում է, ձեզ ասելու, որ Աստվածաշունչի մեջ կա մի կյանք, որը կապ չունի քո գործերի հետ։ Եթե սա քո մեջ չկա, լացի, աղոթի, խնդրի, որ քո սերը, քո խաղաղությունը կապ չունենա, քո հարաբերությունը, քաղցրությունը
կապ չունենա ոչ մի բանի հետ, դու կարող ես այդ պտուղը տալ, եթե Քրիստոսի վրա լինես։ Դու ուզում ես դա։ Ուզում ես, թե չես ուզում։ Գիտեք, շատ կա, չէ, այդպիսի խոսքեր ասում են, երբեմն այս մարդու մեջ կյանք կա, հա։ Եվ 92 Սաղմոսի մեջ է գրված, չէ, մեր Աստծո տան մեջ տնկվածները, հա, ուզե կարդամ, այստեղը կարդամ, մի երկու խոսք էլ ստեղից ասեմ, ուզենամ, որ մեր միտքը բացվի, մենք իմանանք, հավատքը այս աշխարհում բոլորը խոսում են հավատքից, բայց Տերն ասում է պտուղին նայիր։ Մի հատ իրան մեղադրիր։ Տես, մի հատ իրան մեղադրիր։ Տես իրան ներսից ինչ կելնի, հե՞։ Հիսուսը սավ սրանից հետո կտեսնեք որդին մարդո Աստծո աջ կողմը նստած, քահանան ինչ երավ։ Շորերը պատռեց, էլ ինչ պետք է մեզ վկայություն, լսեցիք հայոյանքը, չէ։ Մարդու վրա այդ քահանաներին մեղք չենք տրել, մեղք Հիսուսի վրա ենք տրել։ Եղբայրներ, քույրեր, ես կարդամ 82 Սաղմոսը, 92 ներողություն։ Տիրոջ տան մեջ տնկվածները մեր Աստծո սրաներում կպուսնեն, ծերության մեջ էլ պտուղ կբերեն, պարարտ եւ դալար կլինեն, որ պատմեն, թե ուղիղ է Տերը։ Տեսեք, երբ որ մարդը տնկված է Քրիստոսի վրա, ծերություն է եկել, հիվանդություն է եկել, դժվարություն է եկել, մարդիկ սկսում են ծանր լսել, ծանր քայլել, չգիտեմ, ձեռնափայտերով, դժվարությամբ, չեն կարողանում տեղից ելնել, նահանջում է, մարմինը նահանջում է, տկարանում է, ծերանում է, մարմինը աբագանացու է, բայց նրա մեջ կյանք կա։ Շատ քիչ ծերերի մեջ սա կա։ Իրա մեջ կյանք կա։ Ինքը հոգով պարարտ է, ծերացել է իր սերը, խաղաղությունը, իր համբերությունը, իր երկայնամդությունը, քաղցրությունը, Աստծուն գոհությունը, հավիտենական կյանքի հույսը իր մեջ կան, որտև ինքը Քրիստոսի վրա է։ Ինքը այդ ծերության մեջ, իր ապրած տարիների մեջ մի բան է տեսել։ Ինքը ասում է ուղիղ է Տերը եւ անիրավություն չունի իմ վեմը։ Այո, ինքը եղել է վեմի վրա, դրա համար եղել է դալար, պարարտ։ Իր ներսի կյանքը չի պակասել, թեկուզ հիվանդություն է, նեղություն է, դժվարություն է, բայց ներսի կյանքը մնացել է նույնը, որտեղ Քրիստոսի վրա է։ Դա մնայուն է։ Հիսուսը ուզում է տեսնել, մնայուն պտուղ ունենք մենք։ Հա? Դες տեղից գնացինք, մեր պտուղը վերջանում է։ Մեզ հետ խոսում են, չգիտեմ, ինչ Հիսուսը նախատվելիս չէր նախատում։ Գիտեք, պարտադիր չէ, որ քո հանդեպ կոպիտ են, պարտադիր չէ, մենք էլ կոպիտ լինենք, պարտադիր չէ։ Գիտես, պարտադիր չէ, որ ինձ նախատում են, ես ասեմ, դա դու ես, դա պարտադիր չէ։ Դա պարտադիր չէ։ Իմ մեջ, Հիսուսի մեջ չկար հակառակություն, իր մեջ սպառնալիք չկար, ինքը խաչի վրա նույն պտուղը բերեց, մեռնում էր, չարչարվում էր, ծաղրվում էր, բայց տեսակը նույնն էր, որտեղ այդ կյանքը մնայուն է, եւ որ այդ կյանքը մեր մեջն է, մենք ամեն ժամանակ նույն պտուղն ենք տալու, եւ եթե այդ կյանքը մեր մեջ չէ, մենք գնացինք արտաքին աստվածապաշտությամբ, ապրելու ենք այն, որին հավատում ենք, գործելու ենք այն, ինչ ծառ, որ մեր մեջ կա, ինչ արմատ, դա պտուղ է տալու մեր կյանքում, եղբայրներ, քույրեր, մի խոսքով թող Տերը օգնե, որ իր խոսքը հասնի մեր սրտերին, մեր նպատակն է, որ մենք փոխվենք Աստծո առաջ եւ նախանձախնդիր լինենք, որ ունենանք առողջ հոգեվորներ, եկեղեցին լինի առողջ Քրիստոսի վրա, Տիրոջ փոխված կյանքով, որ Աստծուն փառք բերենք եւ մենք էլ մեր կյանքի մեջ վայելենք եւ այս կյանքին հաղորդ եղնենք, Տիրոջը վայելենք։ Տերը թող օրհնե ձեզ, ամեն։